Ողջույն բոլորին։ Այսօրվա մեր վերլուծության ընթացքում մենք բացահայտելու ենք մեր փափկամազ մռացող ընկերների կատուների էվոլյուցիոն, չափազանց զարմանալի եւ անկեղծ ասած մի փոքր էլ մանիպուլյատիվ գիտությունը։ Բոլորս էլ խենթանում ենք մեր ընտանի կենդանիների համար, ճիշտ է, բայց այսօր մենք նրանց կնայենք զուտ գիտական տեսանկյունից։ Եվ հավատացեք, սա ձեզ կստիպի լրիվ այլ աչքերով նայել այն ամենին, ինչ մինչ այս գիտեիք նրանց մասին։ Եկեք միանգամից սկսենք այս դարավոր հարցից։ Ի վերջո, մենք ենք պահում կատուներին, թե նրանք են մեզ կառավարում։ Որպեսզի հասկանանք սա, պետք է հետ գնանք մոտավորապես 10,000 տարի։ Պատկերացրեք, մարդիկ սկսում են հացահատիկ պայեստավորել բարեբեր մահիկ կոչվող տարածաշրջանում։ Եվ ինչ են անում կատուները։ Նրանք ըստ էության ինքնակամ հրավիրում են իրենց մեր նախնիների տները։ Տեսեք, ի տարբերություն շների, որոնց մենք հատուկ ընտելացրել ենք որսորդության կամ պահպանության համար, կատուները պարզապես եկան մկների հետևից, գտան անվճար ճաշարան ու որոշեցին մնալ։ Բայց հարց է առաջանում. ինչ գաղտնի զենք նրանք կիրառեցին, որպեսզի սովորական մուգ բռնողից վերածվեն մեր տների լիիրավ տիրակալների։ Պարզվում է գոյություն ունի մի շատ կոնկրետ կենսաբանական հնարք, մի իսկական խորամանկություն, որը կատուները կիրառում են մեր ուղեղի հոգատարության կենտրոնները միացնելու համար։ Գիտության մեջ սա հայտնի է որպես մանկական սխեմա, կամ գերմաներեն Kinchen սխեմա։ Խոսքն այն հատուկ դիմագծերի մասին է՝ մեծ գլուխ, մեծ ու ցածր տեղադրված աչքեր, ուռուցիկ այտեր եւ փոքրիկ քիթ։ Մենք ի ծնե ծրագրավորված ենք հալվել ու հոգ տանել մարդկային նորացիների մասին, երբ տեսնում ենք այս դիմագծերը, բայց արի ու տես, որ կատուները պարզապես գողացել են այս արտաքին տեսքը, որպեսզի ստիպեն մեզ մեր դժվարությամբ վաստակած փողերն ու ողջ ժամանակը վատնել իրենց վրա։ Եվ հենց այստեղից էլ գալիս է այս վերլուծության առաջին կարևոր միտքը։ Նրանք քողարկված գլխավոր մանիպուլյատորներ են։ Պահպանելով այս մանկական դիմագծերը ողջ կյանքի ընթացքում, կատուները վերածվում են իսկական էվոլյուցիոն ավտոստոպով ճանապարհորդողների։ Նրանք ճշգրտորեն թիրախավորում են մեր ուղեղի այն հատվածները, որոնք ակտիվանում են փոքրիկ երեխա տեսնելիս։ Սա անհավանական նման է բնության մեջ հանդիպող սոցիալական մակաբուծությանը, ինչպես օրինակ որոշ թռչունների դեպքում։ Տեսեք, մակաբույծ թռչունը նմանակում է ուրիշի ձագի տեսքը անվճար սնվելու համար։ Որոշ էվոլյուցիան փորձագետներ պնդում են, որ մեր սիրելի կատուներն անում են ճիշտ նույն բանը։ Նրանք տառացիորեն առևանգում են մեր ծնողական բնազդները ստանալով անվճար տուն եւ սնունդ, բայց փոխարենը մեր տնային տնտեսությանը գործնականում ոչինչ չտալով։ Պարզապես էվոլյուցիոն հանճարներ են, համաձայնեք։ Բայց սա դեռ ամենը չէ։ Եկեք անցնենք առաջ եւ խոսենք նրանց գաղտնի զենքի աղերսող մռռոցի մասին։ Բանն այն է, որ կատուները մեզ գերում են ոչ միայն իրենց խոշոր աչքերով, այլև ձայնով։ Վիզուալ մանիպուլյացիայից նրանք սահուն անցնում են լսողական չափազանց բարդ խաղերի։ Սասեքսի համալսարանի հետազոտող դոկտոր Կարեն Մակքոմբը մի ապշեցուցիչ բան է հայտնաբերել։ Պարզվում է, որ որոշ կատուներ մարդկային նորածնի լացին անհավանականորեն նմանվող բարձր հաճախականության ճիչ են թաքցնում հենց իրենց մռոցի մեջ։ Դա մեր ուղեղում ակնթարթորեն առաջացնում է հրատապության եւ տագնապի զգացում։ Մենք դա ենթագիտակցորեն ընկալում ենք որպես պահանջ, որն ուղղակի անհնար է անտեսել։ Եվ գիտեք ո՞րն է ամենախելագար փաստը։ Այն կատուները, որոնք ապրում են տանը միայն մեկ մարդու հետ, իրականում սովորում են հատուկ շեշտել այս նյարդայնացնող աղերսող մռոցը։ Նրանք շատ լավ հասկացել են, որ բարձրաձայն մլավելու դեպքում իրենց կարող են պարզապես դուրս վռնդել ննջասենյակից։ Փոխարենը մռոցի մեջ թաքնված այս լացը շատ հզոր միջոց է մեր խնամող բնազդները կոտրելու համար։ Սա այն է, ինչը մեզ ստիպում է վեր կենալ եւ անմիջապես կերակրել նրանց, նույնիսկ մինչեւ մեր առավոտյան առաջին բաժակ սուրճը խմելը։ Լավ, եկեք մի պահ կանգ առնենք եւ հասկանանք բուն գործընթացը մռոցի բիոմեխանիկան։ Ինչպես է դա ընդհանրապես ստացվում նրանց մոտ։ Ֆիզիկայի տեսանկյունից կատուներն այնքան փոքր են, որ նրանց ձայնալարերը տեսականորեն չպետք է կարողանային նման ցածր հաճախականության ձայներ արձակել։ Պատկերացրեք, կես դար շարունակ գիտնականները թեժ բանավեճերի մեջ էին երկու հիմնական տեսությունների շուրջ։ Մի կողմը պնդում էր, որ մռալը գիտակցված, ակտիվ գործողություն է, որը պահանջում է անընդհատ ազդանշաններ ուղեղից։ Մյուս կողմն ասում էր, որ դա նման է մարդու խռմփոցին, պասիվ ակամամի ռեֆլեքս, որը լինում է պարզապես օդի շարժման հետևանքով։
Եվ ահա, բոլորովին վերջերս արված մի ապշեցուցիչ հետազոտություն վերջ դրեց այս վեճին։ Գիտնականները պարզեցին, որ ընդամենը արհեստական օդի հոսքը լիովին բավարար է մռոց առաջացնելու համար առանց ուղեղի որևէ միջամտության։ Ինչպես գաղտնիքը թաքնված է նրանց ձայնալարերի մեջ գտնվող հատուկ հյուսվածքների, այսպես կոչված բարձիկների մեջ։ Այս բարձիկները ձայնալարերն ավելի խիտ ու ծանր են դարձնում։ Դրա շնորհիվ էլ դրանք կարողանում են пассив կերպով տատանվել անհավանական ցածր հաճախականություններով, չնայած իրենց այդքան փոքր չափերին։ Պարզապես ֆանտաստիկ է։ Այս բացահայտումը մեզ տանում է դեպի մի շատ տրամաբանական հարց. իսկ մեծ կատուները կարող են մռալ։ Այսինքն, եթե մեր բազմոցին քնած փիսիկը դա կարողանում է, արդյոք վագրն ու առյուծն են տիրապետում այս հնարքին։ Ամբողջ գաղտնիքը կոկորթում գտնվող մի փոքրիկ կառուցվածքի ենթալեզվային ոսկորի մեջ է։ Հենց այս ոսկորն է որոշում կատվազգին կմռա, թե կմռնչա։ Փոքր կատուների մոտ այս ոսկորը կոշտ է ու կարծր, ինչն էլ ստեղծում է մռոցի ռեզոնանսը, իսկ մեծ կատուների մոտ այն ճկուն է, տալով նրանց այդ սարսափեցնող խորը մռնչյունի հնարավորությունը։ Եվ սա կենդանաբանության մեջ դարձել է դասական բաժանման հիմք։ Ընդունված է կարծել, որ կամ մռռում ես, կամ մռնչում։ Այս երկուսը միասին չեն լինում։ Ճիշտ է, գիտնականների մի մասը դեռ համառորեն վիճում է, թե արդյոք առյուծների եւ ընձառյուծների արձակած այդ բլբլացող ձայները, որ լսվում են արտաշնչելիս, կարելի է համարել իսկական մռռոց, թե ոչ, չէ որ իրական մռռոցը պետք է հնչի եւ ներշնչելիս, եւ արտաշնչելիս։ Բայց եկեք անցնենք թերևս ամենահետաքրքիր մասին՝ մռռոցի իրական բուժիչ ուժին։ Ինչպես արդեն հասկացանք, մռռոցը պարզապես էվոլյուցիոն խորամանկություն կամ շփման միջոց չէ։ Դա իրական, բառացիորեն աշխատող բժշկություն է։ Տեսեք, մարդիկ հաճախ մտածում են, որ կատուները մռռում են միայն այն ժամանակ, երբ երջանիկ են։ Բայց դա այդպես չէ։ Կատվի ձագերը սկսում են մռռալ ընդամենը 2 օրականից մոր հետ կապ հաստատելու համար։ Հասուն կատուներն էլ մռռում են, երբ վախեցած են, ցավ են զգում կամ նույնիսկ վիրավոր են։ Դա նրանց ներքին ինքնահանգստացնող թերապիան է։ Եվ հիմա ամենացնցող փաստը։ Սովորական ընտանի կատվի մռոցի վիբրացիան տատանվում է վայրկյանում 25 հերց հաճախականության շուրջ։ Որպեսզի պատկերացնեք, դա շատ ավելի ցածր է, քան մարդկային ձայնի ամենացածր, ամենախորը բասը։ Եվ պարզվում է, որ հենց այս կոնկրետ հաճախականությունը օժտված է գրեթե քաղաքական հատկություններով։ Գիտականորեն ապացուցված է, որ մինչև 50 հերցի հասնող այս վիբրացիաները ունակ են մեծացնել ոսկորների խտությունը, արագացնել կոտրվածքների ապաքինումը եւ էականորեն նվազեցնել ցավը կենդանիների շատ տեսակների մոտ։ Հիմա հասկանում եք, թե որտեղից է գալիս այն միտքը, որ կատուներն 9 կյանք ունեն։ Նրանք բառացիորեն ունեն իրենց մեջ ներկառուցված ֆիզիոթերապիայի ապարատ, որն ավտոմատ միանում է վնասվածքների ժամանակ։ Բայց սպասեք, կա ավելին, երբ հաճախականությունը հասնում է 100 հերց հարմոնիկ օբերտոնների, այս վիբրացիաները կարող են նույնիսկ թեթևացնել շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց վիճակը, այնպես որ հիշեք, երբ ձեր կատուն քնքշորեն մռռում է ձեր գրկում, նա պարզապես հաճելի ֆոնային ձայն չի ապահովում, նա լիովին ունակ է ֆիզիկապես բարելավելու նաև ձեր առողջությունը։ Սա իսկապես անհավանական է։ Դե ինչ հուսով եմ այս վերլուծությունից հետո դուք իսկապես հիացած եք այն էվոլյուցիոն հանճարով, որը հիմա հավանաբար անհոգ քնած է ձեր բազմոցին։ Փաստորեն նրանք եւ հմուտ կենսաբանական մանիպուլյատորներ են, որոնք մանկական դիմագծերով գրավել են մեր սրտերն ու տները եւ միևնույն ժամանակ փոքրիկ մռացող բժիշկներ։ Այնպես որ հաջորդ անգամ, երբ ձեր կատուն կսկսի մռռալ, ինչները ձեզ մի հարց տվեք, արդյոք նրանք ոգ են տանում ձեր առողջության մասին, թե հերթական անգամ խելամտորեն կառավարում են ձեր ուղեղը։ Շնորհակալություն մեզ միանալու համար եւ մինչ նոր հանդիպում։